ինչի չի ստացվել ձեր կյանքում այն ամենը, ինչ որ օրինակ դուք ցանկացել եք, կամ այն ամենը չէ, կամ կոնկրետ ինչ-որ մի բան, որ դուք ցանկացել եք։ Որովհետև դուք միշտ ցանկացել եք, երեխեք ջան, ցանկություն նշանակում է բացակայություն։ Ես ուզում եմ, նշանակում է ես չունեմ։ Իսկ ինչ նշանակում է, դա էլ դառնում է։ Ինչ նշանակում է, դա էլ դառնում է։ Հիշեք, Աստված լսում է ձեր ենթագիտակցությանը եւ ինքը ունի մի հատ բառ ու արտահայտություն։ Այո։ Այո։ Նախանձեցիք ուրիշին։ Այդ նշանակում է, որ այն ինչ որ այդ ուրիշը ունի, դուք չունեք։ Այո։ Ես չունեմ։ Այո, դու չունես։ Լսել եք, չէ՞, արտահայտությունը, որ բանը ռիլեր կան, այտենց որ ասում է, երբ որ Աստծուն ասում ես, օ, ես դժբախտ եմ, այս ինչ վատ է իմ կյանքը, այս ինչ դժվար է իմ կյանքը անցնում բանման, ասում է Աստված, ասում է դու չգիտես դեռ ինչա նշանակում դժվարություն, արի ես քեզ դժվարություն տամ, տես որն է դժվարություն ու կրկնապատկում այդ դժվարությունը։ Մարդիկ ովքեր որ ասում են, օ, Աստված ջան, շնորհակալություն, ես շատ ուրախ եմ, երջանիկ, այս ինչ լավ է իմ կյանքը անցնում, ինքը ասում է, սիրելիս, դու դեռ չգիտես ինչա նշանակում լավ կյանք, արի ես քեզ ցույց տամ որն է լավ կյանքը։ Ինչ է սա նշանակում, երեխեք ջան։ Ես էլ ասեմ ու ավարտեմ։ Բիբլիայի մեջ մի հատ sense բան կա։ Հիսուսի խոսքերից մեկը, որը որ իդեպ այդքան էլ չի ենթարկվել փոփոխություններ, ինքը ոնց կա, տենց մնացել է։ Ռուսերենով հա մեջ բերեմ։ Тот, у кого есть, будет дано будет и приумножится. Այսինքն նա ով ունի, կտրվի եւ կկրկնապատկվի։ Тот, у кого нет, отнимется и то, что есть. Ստեղ մի հատ բառ ապակասում։ Ենթագիտակցություն, подсознание. Тот, у кого есть внутри, այսինքն состояние. Состояние. Նա ով ունի շնորհակալ է, հա, որ ունի կտրվի եւ կկրկնապատկվի։ Նա ով շնորհակալ չի ու մտածում է որ չունի, состояние, էլի նույն состояние բառն է։ Կվերցվի նաեւ նրանից այն ինչ ունի, այսինքն մարդ ով անընդհատ բողոքում է, չունեմ, ինքը միշտ կորցնելու է ամեն ինչ։ Միշտ։ Երեխեք ջան, ձեր շուրջ նայեք մարդկանց։ Ու կտեսնեք այդ ամեն ինչը ռեալ ձեր աչքերով։ Հարևաններ վստահ եմ կունենաք այտենց։ Ովքեր որ գոհ են, շնորհակալ են, իրանց գործերը գնալով շատանում է, լավանում է։ Ովքեր որ դժգոհ են, իրանց մոտ անընդհատ նույն խնդիրներն են։ Это հենց это նշանակում։ Тот, у кого есть, дано будет и приумножится. Тот, у кого нету, отнимется и то, что есть. Դրանք բոլորը վերաբերում է սաստայանյային վիճակ։ Okay, վիճակ։ Սեպտեմբերի 8-ից մեկնարկում եմ եւս մեկ տրանսֆորմացիոն ծրագիր երամսյա, նվիրված գիտակցության եւ կյանքի բոլոր ոլորտների տրանսֆորմացմանը։ Ծրագիրը վճարովի է, ծրագիրը անցկացնելու ենք դասընթացների տեսքով շաբաթական 2 օր։ Ուրեմն օրերն են երեքշաբթի եւ ուրբաթ օրերը երեկոյան ժամը 21:00-ից։ Եթե պատրաստ ես կյանքի տղեկը եւ պատասխանատվությունը քո ձեռքը վերցնել, խնդրեմ անցիր հողումով։